Երբ արդեն մի փոքր ի վիճակի գոնե մահճակալից վեր կենալու, գլուխը մի փոքր բարձրացնելու, նստելու, այդ ժամանակ էր, որ առաջին անգամ թույլ տվեցի, որպեսզի նրան բերեն հիվանդանոց եւ մենք տեսնվենք, բայց ասեմ դա էլ էր ինձ համար շատ ծանր փորձություն, որ ես գրեթե 1 ամիս նրան չեմ տեսել, բայց հանուն որդուս ես դա էլ անցա, որովհետեւ ես ավելի շատ նրա մասին էի մտածում եւ ոչ թե իմ մասին, ու ես չէի ուզում, որ նա ինձ այդ սարսափելի ծանր վիճակում տեսնի։ Եվ երբ նա եկավ հիվանդանոց, ուղղակի նկարագրելու չեն այդ օրերն ու ժամերը, բնականաբար նրա համար սարսափ էր, որ մայրիկը այդպես գունատ, արդեն դե առանց վարսերի էի, քաչալիկ էի, շատ վատ վիճակում էի, նա չէր ընկալում, նա չէր պատկերում, որտեղ նա սովոր էր միշտ ինձ տեսնել ոտքի վրա, աշխույժ, կայտար, միշտ խնամված, երկար վարսերով, նա մի քանի րոպե առհասարակ չէր ընկալում, դա ես եմ, թե ես չեմ, եւ հարցնում էր ուր են մազերս, ինչ է եղել, ինչու այսպես, արդյոք ես ապրելու